Բարև ձեզ, բարեկամներ։ Սա երկիրը հզորացնելու բանաձևերը հաղորդաշարն է, ես Մերոժան Հարությունյանն եմ, հերթական անգամ խոսալու ենք մեր ուրեմն դարդերից, դարդուցավերից։ Վերնագիրը սրան դրել եմ, մեր հաղորդման գրել եմ իհարկե, համարյա կարդալու եմ, մեկնաբանելու եմ։ Վերնագիրը ուրեմն սենց է. Սոս, պետության սոս, այսինքն sell our souls, են նավերը, որ տալիս են վտանգի, մահացու վտանգի ուրեմն ազդանշանը։ Պետության անվերահսկելի ու անպատիժ թալանը շարունակվում է։ Թալանը պետությունը կա, թալանը կա, բայց թալանի անտերը չափել է լինում էլի։ Մենք միշտ մոռանում ենք իշխանության գործած այն հանցագործությունները, որ իշխանությունը արել է առաջ։ Մի քանի օր կարող է հիշենք, ասենք, շատ 1-2 շաբաթ, հետո մոռանում ենք։ Իրոք էլ, այսօր մեր ուշադրության կենտրոնում Թելսելն ու քաղաքապետն է միայն։ Թելսելը օրինակ փողով առած թղթերի իր թղթերը այդ անդեր, որ վերջին ասո փողը ստվե, չէ, թղթերը առես որ ավտոբուսում բանանից։ Այդ թուղթը ժամկետ է դրվել են։ Թուղթը ժամկետը անցավ թուղթը արդեն քո առած թուղթը, որին փող է ստվել, դա դառնում է 0։ Դուք պատկերացնում եք օրինակի համար 200 դրամանոցը պետության արտադրած ժամկետով տված է լինի։ 2-3 շաբաթ հետո 200 դրամը արդեն դառնա հեչ։ Սա ինչ է, սա բարձր հանցագործություն է։ Ու այս հանցագործությունը անցնում է։ Խի անցնում։ Ես չեմ հասկանում։ Պատկերացնեք օրինակ որ ասենք մետրոյի ժետոնը դառնա ժամկետած փողը տվել ես, տանում ես ժետոնը գցում ես անցնում ես, բայց կարաս պահես 10 ամիս հետո, մի տարի հետո այդ ժետոնով անցնեիր, բայց այս ուրեմն թղթերը տես չեն, որևէ մեկը սրան ուշադրություն դարձնում է։ Մենք ունենք օրինակ εμեր արդարադատության նախարարություն, բարձրագույն դատական խորհուրդ, համադական դատարան, ես իմ քանի 100 դատավոր, դատարաններ, բան եւ այլն, որևէ մեկի վեճինա որ ասենք քսես բան արում։ Ինչ է սա։ Եթե սա խուլիգանություն էլ չի, սա պարզ է որ պետության մասշտաբով բան է հանցագործություն։ Ավելի մեծ հանցագործություն կա, ինչի մասին ես անցած անգամներից մեկում ասացի։ Գույքահարկի օրենքը, որ 20 թվականին ուրեմն բանը մեր ազգային ժողովը ընդունեց, գույքահարկը ասենք 4 անգամ 400%-ով բարձրացրին։ Բայց ուրեմն այդ գույքահարկը անմիջապես գույքահարկի օրենքում, ուրեմն հարկային օրենքում 231-րդ հոդվածում գրած է որ քո գույքահարկը կփոխվի, քո գույքահարկը որոշում է մենակ երբ որ դու ասենք տուն ես ձեռք բերել օրինակի համար, այդ տունը ձեռք բերելու ասենք գրանցելու առաջին ամսվա ընթացքում գույքահարկի չափը որոշում է։ Դրանից հետո քանի դու քո բանը տունը չես ծախե ուրիշին, քո գույքահարկի չափը չի վերանում։ Այնինչ մեր բնակչության համարյա բոլորի որ տները չեն փոխում մարդիկ իրաց տները չծախին, բոլորի ուրեմն գույքահարկը փոխվել է։ Կամաց փոխում է որ մինչև կարծեմ 26 թվականին դառնա 4 անգամ շատ։ Սա ինչ է։ Սա նո ամենա ինչ ասեմ կլասիկ թալանն է։ Սրապես թալան, պետական թալան, պետության հարկային օրենսգրքի 231 հոդվածը փոխելով, բանի Սահմանադրության համապատասխան հոդվածները փոխելով որ իրավունք չունես դու ուրեմն քաղաքացու վիճակը, տնտեսական վիճակը վատթարացնես ման եւ այլն։ Այս թալանը արվում, գիտեք, միլիարդների թալան արվում։ Հանգիստ ոչ մեկ չի ողոքում։ Լավ է մեր իրավաբանները, մեր ես չգիտեմ տնտեսագետները, բա ինչի համար են։ Բա մեկը չելնի ասի ախր սա չի կարելի անել։ Ասել են որ մենք ռեակցիա ենք տալի, արձագանքում ենք մենակ վերջերս պատահած ուրեմն պետության արած չարագործությունների մասին։ Անցավ մի քանի շաբաթ մոռանում ենք։ Մենք մոռանում ենք օրինակ որ 1990-ական թվականներին բանը տրանսպորտը մասնավոր էր ու այդ մասնավոր տրանսպորտը այդ գծեր առանձին որ տերեր ունեին բանի բան կամաց լավանում էր տրանսպորտի ուրեմն բնակչության կարեկները տրանսպորտը բավարարում էր քիչ կլավանար եւ եթե խանգարող կար միայն նորից քաղաքապետարաններ ու քաղաքապետարանը այնքան փնովեց ուրեմն մասնավոր տրանսպորտը որ կամաց ուրեմն բան տեղ հող պատրաստեց որ այդ տրանսպորտը դարձնի պետական, բայց պետականացնելով քաղաքային տրանսպորտը ուրեմն պետականացնելով քաղաքապետարանը նաև պարտավորություն վերցրեց որ ինքը անպայման տրամադրելու է նորմալ տրանսպորտ, լավ տրանսպորտ ու դա չի թանկացնելու, բայց այսօր թանկացնում է Եղբայր, խի սեփականացրիր, ախր դու պարտավորություն ես վերցրել, չէ՞ քո վրա, խոսքս քաղաքապետարանին է վերաբերում։ Այդ պարտավորությունից խես հրաժարվում։ Խես է մի ասում 100 դրամ չի 300 դրամ։ Վերցրել ես պարտավորություն դե արա,
Բայց ինչի համար այդ վիթխարի բյուջեն, որ դու քաղաքապետարանում վերցնում, լսում ես, գողանում, խլում ես, օրինակ գույքարկով խլում ես, լսում ես, բանը քաղաքապետարանի բյուջեն։ Ինչի դրա հաշվին չես թողում, որ տրանսպորտը մնա, գինը մնա նույնը։ Հասկանու՞մ չես թանկացնում։ Կամ էլ այս թելսելը ով է, թելսելի հետ ինչ պայմանագիր ես կապի, ինչի մենք չգիտենք, թե դու բան էիր արել, պարոն քաղաքապետարան, դրամարկղեր է առե, որ մեջ 100 դրամ նոցներ գցեին եւ միայն 100 դրամանոցներ։ Այդ դրամարկղերը դու առել ես մեզնից խլած փողերի հաշվին, քո բյուջեի փողերի հաշվին, հարկատուի փողերի հաշվին։ Հիմա դրանք ինչ ես անելու, հա? Ում դրամարկղներին դրանք, ով էր առե բերեք ծախես քո վրա կամ դու պայմանավորվել ես իր հետ, թե ինչ, ինչի որևէ մեկը իրավունք չունի դա հարցնի, աուդիտանի, գա քննի։ Մենք մոռանում ենք, որ մեր այսօրվա քաղաքապետը ախր կոവിഡ്ի շրջանի 20 թվականին կոവിഡ്ը որ մի քանի տարի միջև բանը այդ չէ կոവിഡ്ն ավելի շուտ էր 19 թվից էր այդ կոവിഡ്ի բաններ պարետներ ու հայտներ իր զառանցական օրենքներով հիշում եք այդ օրենքները թե մոռացել ենք արդեն մոռացել ենք երևի որ պարետը մեր այս պարոնը Տիրանավինյանը ստիպում էր որ ժողովուրդը ինչ անի Եթե մարդուկին ավտոյով էթում են պիտի դիմակ հագնեն։ Դուք հասկանում եք մարդուկին որ ներողություն արտահայտանս, այսինքն ինչ ներողություն։ Իրար հետ քնում են մի անկողնու մեջ, ավտոյով գնալուց դիմակ հագնեն։ Քնած վախտել պիտի դիմակ հագնեին։ Մոռանում եք որ պարտադրում են որ տանը բոլորը դիմակ հագնեին։ Մոռացել ենք որ ասենք ստիպում էր որ որևէ տեղ էթալու ժամանակ թղթի վրա գրային թե ուր ենք էթալու, որտեղ ենք հասնելու, երբ ենք հետ գալու, բան եւ այլն։ Թե ինչքան փող ծախսեցին այդ կոവിഡ്ի պատրվակով մենք այսօր չգիտենք։ Որևէ մեկը դա չքննեց, որևէ մեկը չիմացավ, որևէ մեկը չհասկացավ, թե ինչքան փող յուրացրին մեզնից խլած փողերը։ Հիշում եք բանի գաղտնալսումների սահմանադրական, հակասահմանադրական օրենքը, հասկանում եք թե չէ, որ իբր թե գաղտնալսումներով պետք է պարզեն, թե վարակվածները ուր են եթում, ինչ են անում, որ կոവിഡ്ի դեմ պայքարեին։ Հիշում եք որ կոവിഡ്ից իբր թե կոവിഡ്ից մահացած մենք այսօր չգիտենք կոവിഡ്ից ով է մահացել ով չի մահացել որովհետև ոչ մի դեակ չի հերձվել ըստ էության հասկանում եք թե չէ բայց դրանք բոլորը օրենքի խախտումներ են բայց ով է հետաքրվում ով է հետևից գնում ինչի չեն գնում հետևից մեր մտավորականները մենակ ասենք այսպես ասենք թելսելի տոմսերի պես հարցալնի ակնհայտ գնան Բայց ոչ մեկ չի ասում ախր այս գույքահարկի օրենքը որ միլիարդների թալան է հետում ինչի այս որևէ մեկը չի գնում դրա հետևից ախր չէ որ պետությունը իրավունք չունի ես օրինակ իմ տունը չեմ ծախսել ինչի չեմ ծախել ինչի պետք է իմ գույքահարկը շատանա չէ որ այս պետական օրենքի դա շատանալու իրավունք չունի բայց շատանում է դե գնա բողոքի ում բողոքիս Դատական турքերը հասել են այնքան որ մենակ դատական турքի չափը գործը դատարան տալու գումարի չափը արդեն քեզ վախացնում է որ դատարանի մոտենաս։ Այն մոտենաս էլ པարզ չի որ դատավորները այդ հարցը կլուծեն պետության օգտին, թալանողների օգտին, ոչ թե։ Մենք մոռանում ենք ամեն ինչ։ Մենք այդ քաղաքապետը իսկապես է մոռանում ենք։ Ընդհանրապես մի քանի ամիս առաջ էր որ քաղաքապետը հրամաներ տվել ծառերը քո քահանան են տեղը բերում ինչ որ համասարանի շրջակայքում գոնե Երևանի պետական համասարանի այնտեղ ինչ որ ծառ անհասկանալի ծառեր տնկեցին ստվերը վերացավ հետո հանգարց մեկ էլ այդ ծառերը բանանել քո քահանանել վերացավ խի բայց մեկը չհարցնի ախպեր ես ինչ ես անում արա երբ որ օրեկան ինչ ուզում ես այդ անում ես այդ իրավունքը դու ունես ինչի պետք է նա այդ իրավունքը ունենա Ինչի պետք է որևէ պետական հիմնարկ իր ուզած անելու իրավունք ունենա, օրենք խախտելու իրավունք ունենա։ Ասում են այդ ծառերը ասի ինչ որ 19000 է, տնկին 19000 դրամով առել են, ինչ որ ֆանտաստիկ գին է։ Շատ տնկին շատ էլի ասենք 1000 դրամի շրջակայքում էլի գինը։ Ով է առենդը լուրեր էին պատտում որ ինչ որ նորից այն համբալ օպել քշողների այդ խոսքերի հեղինակներ այդ տնկիները առնողը։ Բան չի որևէ մեկը չգնաց դրա հետևից։ Կարող է դա սուտ է, բայց կարող է նաև ճիշտ է։ Ես օրինակ գնում եի համասարան, Բահարամանից իջնում էի ներքև դեպի համասարան քայլում էի դեպի օպերա ու հետո Սայաթնովայով։ Սայաթնովայեն ձախ մայթով է հետո։ Այդ ձախ մասի սալահատակը անտիր սալահատակ էր։ Համարյա թե մինչև վերջ նոր քաղաքապետը հրաման տվեց։ Քանդեցին նորից սկսեցին խի։ Քաղաքում տասնյակներով, հարյուրներով փողոց կա, որ ոնց որ պատերազմի դաշտ լինի։ Այդ փողոցները չեն ուրեմն վերանորոգում, այդ դարոփոսերը չեն ծածկում, չեն ասֆալտում։
Այդ հրաշալի սալահատակը, որ ոչինչ բան չէր եղել, նորից քանդեցին, նորից արեցին։ Որևէ մեկը հարցնող չկա, ախպերես ինչ եք անում։ Ոնց կարելի է։ Այն որ ասում եմ, որ մեր իշխանությունները, մեր ազգային ժողովն է, մեր կառավարությունն է, բան եւ այլն, հենց դրանք են կամայականությունների, այս երկրում տիրող կամայականությունների հեղինակը, երկրում տիրող ըստ էության քաոսի հեղինակը, ասում են թե չէ։ Բայց որ սրանք սա հավաքում են իրար գլխի, իրոք որ տեսնում ես, ծերից ծեր կամայականությունն է, իշխանավորները ինչ ուզում անում են։ Ժողովուրդը մեղք է։ Այս ժողովուրդը իրոք շատ մեղք է։ Սրանց արածները սաղել հանցագործություն են, բայց ով այս հանցագործությունները քննում, ով է դա բացում այս հանցագործությունների համար։ Մենք մոռանում ենք, որ սպիկերը թքմա բան քաղաքացիորիսին։ Նորմալ երկրում այդ սպիկերին ոչ միայն անմիջապես կստիպեն որ հրաժարական տա, այլև դատը կտային ու կնստեցնեն։ Մենք մոռացանք դա մի քանի օր առաջ էր, որ բանի միջին բիզնեսի, ուրեմն մանր միջին բիզնեսի հարկը կրկնապատվեց։ Այդ նշանակում մանր միջին բիզնեսի հերանից է։ 10 գլխին։ Բայց իրանց պետք է որ իրանց ընդամենը հետաքրում է ես խոսքս իշխանությունների մասին։ Իրանց այդ ընտրական հատվածը 26 թվականին նոր ընտրություններ աղել։ Մինչև այդ 26 թվականի իրանք դիման հերիքա։ Դրանց համար հարկապետ որ բյուջեն նորից լցեն, երևի դա տարկվել է, որ նորից այդ լսած բյուջեն ուրեմն բանան լավ են, իսկ ինչ կլինի միջին բիզնեսի, մանր բիզնեսի վիճակը իրանց բոլորովին չի հետաքրում։ Բարձր որ այդ բիզնեսի վերջը կգա։ Ու ասենց եսին քանի հազար հանցագործություն կա, որ խաբար չեն գինում, որտեղ պետական գաղտնիք է, դրանք չպետք է իմանանք մենք։ Իրանք իրավունք ունեն պետական գաղտնիքի, իրանք իրանց արածները լավ էլ թաքցնում են, օրենքով են թաքցնում, բայց մենք գաղտնիքի իրավունք չունենք։ Բանկային գաղտնիքը ինչքան ես գիտեմ, համարյա վերացրել է։ Հիմա էլ պետք է բոլոր քաղաքացիները, դաժե երևի մուրացկանը պետք է դեկլարացիա տա, թե ինչքան ինքը, ասենք, եկամուտ ունի, որ հանգարց իր մի դրամնել չփախնի պետության ամենազորավոր, ամենատես աշկից, որ քաշ են, որ բանան են, թալան են դրա ես չգիտեմ, համարյա կեսը վերցնեն տանեն լցնեն բյուջե։ Ինչի համար հանուն մեր բարօրության, հասկանում եք, հանուն մեր բարօրության մեզ թալանում։ Ինչ ասեմ, մեզ թալանում վաղտին բան եղավ, ես հիշում եմ էլեկտրականության ուրեմն փողերը էլեկտրականությունը պարզվեց, որ ուրեմն հսկայական պարտք կա գոյացել։ Այսինքն Հայաստանը այդ կորպորացիային էլեկտրականություն ապահովող պարտավորը, որտեվ չեր մուծել բանը, պարտք էր գոյացել մի խոսքով։ Անհատ մարդիկ պարզը որ չէին կարող այդ պարտքի տերելներին, որտեվ եթե մեկը իր էլեկտրականության փողը չէր մուծում, անհատ օրինակ, ասենք բնակիչ է, գալի անջատում էին։ Պարզ բանը որ այդ պարտքը գոյացել էր մենակ խոշոր օլիգարխներից։ Դրանք էլ ինչ էին անում։ Պարզը որ խոսում էին, ասենք, էլեկտրականության մատակարարի հետ, չգիտեմ ում հետ, ռուսեր թե ինչ էր բան եւ այլ, հսկայական շնաձուկ։ Մտակարարի հետ խոսում էին ինչ որ բան փող են վերցնում, պարտք են, բան կաշառք են վերցնում ու դա դրանց ուրեմն պարտքը ջրում էր։ Այդ պարտքը ջարդին ժողովրդի վրա, բայց մենք այդ արդեն մոռացել ենք։ Դուք հասկանում եք 2-300 միլիոն դոլարի պարտք էր։ Ժողովուրդը մուծեց բան օլիգարխների տեղը։ Մենք միշտ ընկնում ենք առանձին պաշտոնյաների հանցանքների հետևից։ Բայց դրանք առանձին պաշտոնյաների հանցանքները պետության, այսինքն պետերի խմբի հանցանքների միայն չնչին մասն են։ Ու դրանք մենք միշտ այդ բանը առանձին պաշտոնյաների հանցանքները համարում ենք ամբողջ հանցանքների բանը, առանցքը, միջուկը։ Բայց խիչ ենք օրինակ բողոքում, չէ, ընդհանրապես բողոքի տրանսպորտը դառնում է 300 դրամ, իհարկե վատ է։ Հասկանալի է, վատամանավանդ որ պետությունը բան արի, պարտավորություն ուներ, որ մեզ չեր թանկացնելու մեր տրանսպորտի ոչ որակը, ոչ գինը, հասկանում եք, բայց մի թանկացնում է, որտեղ ուզում է, որտեղ ախորժակը տալիս է թանկացնում է։ Բայց ախր մենք չենք նկատում, որ շատ ավելի սարսափելի թանկացումներ են եղել։ Թանկացել է հացը, միսը, կարագը, պամիդորը 30 դրամ էր։ Հիշում եք։ 30 դրամից տարի համարյա կիլոն 1000 դրամ էր։ Խայտարակ բան է դա։ Կարտոշկեն, ձեթը, այն առարկաները, որ մեզ ամեն օր են պետք, դրանք բոլորը թանկացել են։ Քան թանկացել։ Դրա այդ թանկացումների պատճառը միայն փողի ինֆլյացիան է։ Փողի ինֆլյացիան ի՞նչ է։ Պետությունը փող տպի, լցի շուկան, կամ պարտ կանի ուրիշ պետություններից միլիարդներով լցի շուկան, կամ ասենք ներքին պարտ կանի բան եւ այլն, դա ուրիշ մեխանիզմ է իհարկե, կամ վարկեր տա այն բաներին կազմակերպություններին, ովքեր մրցությանը չեն դիմանում,
այսինքն խախտի նաև շուկայի ուրեմն մրցությունը, հասկանում մրցության մեխանիզմը, դրա այդ բոլորի արդյունքը մենակ բանն է, ինֆլյացիան է։ Ներողություն։ Այդ բոլորի արդյունքը ուրեմն այդ բոլորի արդյունքը ինա որ փողի ծավալավոր շատանում է, ապրանքների գները բնականաբար դա տնտեսագիտության այլ բններից մեկն է, բնականաբար շատանում են։ Վաճառողը, արտադրողը ստիպված պիտի թանկացնի։ Վաճառողը, արտադրողը չի ուզում թանկացնի, ինքը ուզում է շատ ծախի, оборотը շատ լինի, իր եկամուտ շատ լինի։ Հասկանում եք թե չէ։ Բայց պետությունը որ փողի ծավալը շատացնում է, ստիպված վաճառող։ Պետությունը ինչ ասում։ Ասում է մեղավորը այդ ագահ վաճառողներն են, այդ ագահ արտադրողներն են դրա թանկացին։ Ինքը չի ասում որ թանկացնելու պատճառը հենց իր փողը կեղծելն է։ Ըստ էության փողի մոնոպոլիան, փող արտադրողի բանը մենաշնորհը մենակ պետությունն ունի։ Ու հենց պետությունն էլ փողը կեղծելու մենաշնորհ ունի։ Ու կեղծում է անընդհատ, առանց ամոթի, առանց խղճի։ Կեղծում է իր ուրեմն կենտրոնական բանկով, իր ֆինանսների նախարարությամբ, իր էկոնոմիկայի նախարարությամբ կեղծում է համաձայնացված։ Որևէ մեկը, բայց հիմա հարց եմ տալի։ Բա ինչի համար է մեր արդարադատության նախարարը, խիբը արդարություն չի հաստատում, խի չի ասում, խես բանա փողը կեղծում։ Խես փողի զանգվածը, չորեմ կա, փողի ցանկացած զանգվածը հերիքավոր արտադրությունը յոլա է դա։ Բայց եթե փողի զանգվածը բան շատացնում ես, ու այդ փողը տալիս ես քո մոտիկներին, քո մերձավորներին, օլիգարխներին։ Եթե փողի զանգվածը շատացներ, բոլորին հայտարարել փողը ասենք, այսօրվա 1000 դրամը բոլորը դիմացեք, դառնում է 10000 դրամ, օրինակի համար, չէ՞։ Յանից ոչ մի բան չէր փոխի, վնաս չէր լինի։ Բայց սկզբում ինքը տալիս է ուրեմն այդ կեղծած փողը իր մոտիկներին, վարկերով, բաներով, բան եւ այլն ասենք, իր ծախսերն անում, իր վիթխարի ծախսերն անում, պետություն դուք գիտեք ինչ ծախսեր ան, ավելի ճիշտ չգիտեք։ Ձեր աչքին մենակ երևում են վիթխարի ռոճիկները պետերի, վիթխարի պարգևավճարները, բան, երևում են ասենք ավտոների փողերն ան, թիկնապահների, բաների, բան եւ այլն տոմսերի փողերն ա որ ստեղից գնում են ասենք $20000 ամերիկայական գնում, չգիտեմ ուր են գնում, Չինաստան, Ճապոնիա, բան եւ այլն։ Բայց վիթխարի մասը փողերի կենտրոնական բանկի եւ բանկերի մեխանիզմների միջոցով կորում է վարկերով, հասկանալի է թե չէ, վարկ տրամադրելով, վարկը պետք է տան, որ հատկատը լինի, որ բանը լինի, բան եւ այլն, որ ծախսելու բան ունենան, որ աշխատելու իմիտացիա անեն, անում գործ են անում, բան են կազմակերպում են, բան են անում, այդ բոլորը կարար մասնավորը աներ, բայց պետությունը դրանք սաղ պետերը դրանք սաղ ուրեմն կենտրոնացել է իր ձեռը, որ ցույց տա, որ ուրեմն ինքը գործ անում, մեր օգտին է աշխատում, մեզ ապահում, մեր կարիքներն է հոգում, իրականում ինքը մենակ մի դարդ ունի, ոնց թալանի։ Մեր հավերժական սխալը այն է, որ մենք մեղադրում ենք առանձին պաշտոնային, կամ պաշտոնյաների առանձին խմբին, ենթադրենք ասենք, մենակ այս Նիկոլն է մեղավոր իր պահանները, պաշտոնյանը, Նիկոլն իհարկե մեղավոր է, երևի մեղավորներից ամենամեծ մեղավորն է, բայց մենք մոռանում ենք ու մեր կարճատեսությունը չի թողնում, որ հիշենք, որ տեսնենք, որ օրինակ ԼՏՊ-ն գորում էր միացում, պայքար մինչև վերջ, ինչը ժողովրդին շեղեց հիմնական նպատակից, մենք զզվել էինք սովետի ուրեմն այդ մոնոպոլ թալանից, բանից, որ մեզ փաստորեն ճորտական վիճակում պահում էր, բայց ԼՏՊ-ն փոխանակ ուրեմն մեզ ուղղորդեր ու տաներ, ասենք շուկայի ազատականացման ճանապարհով, մենք տարավ ուրիշ ճանապարհով, ընդորում այդ ճանապարհով տարապարտության։ Ադրբեջանին, հիշում եք, Ադրբեջանը փախնում էր, вообще մինչև Բաքու համարյա փախած էին։ Հաղթեցին պատերազմ, հաղթությունը, ընես չարեցին, որ այդ հաղթությունը որևէ դոկումենտով, որևէ բանով դառնար բան, հաստատված, որ հետո նորից ուրեմն չհարցակվեին, չթուլացնեին, ավելի ճիշտ, ու իրանք չհարցակվեին եւ վերջին հաշվով թուլացնելը լախր լեզուս չի ֆորում որ ասում է։ Տվին էլի փաստորեն, տվին, ծախին, չիմացանք, որ ասում եմ, չենք կարում, չենք հետազոտում, չենք քննում, այդ եմ ասում։ Մտնեցել չիմացանք։ Ոնց եղավ այդ պատերազմը, որ մեր կռվող ժողովուրդը, որ իսկապես կռվող ժողովուրդը պարտվեց այդ պատերազմը։ Ես օրինակ մտածում եմ, որ մենք չենք պարտվել, ես մտածում եմ, որ հանձնել են որում մենակ այս վերջին կառավարությունը չի որ հանձնել։ Հանձնել են հերթով, հանձնել են իրանց անգործությամբ, հանձնել են իրանց չնախապատրաստվելով պատերազմում, հանձնել են որ այդ անդեր պաշտպանական գծերը չկային, հանձնել են որ այդ պաշտպանական գծերը բագրիշ կքով էին պահում։ Հասկանում եք թե՞ չէ։
Դու ալսել ես օրվա այս տեխնիկայի բանի պայմաններում ուրեմն երկաթ բետոնը պաշտպանական գծերի փոխարեն պագրիշկով պաշտպանություն անես անդորում բանն էլ զնգզնգացող ասենք բանկեքով էլ իմանաս տշնամին գալիս է թե չի գալիս հələ հիշեք բանի հարցը մենք մոռացել ենք որ բանը առաջին բանի կառավարության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության ժամանակ բանակ քշեցին ժողովրդի վրա մենք մոռացել ենք որ հայտարարեցին բանի պետության ղեկավարները հայտարարեցին պետք է 800 հոգի կկոտորեինք կամ մենք 100% ձենել հավաքեք իշխանության տվողը չէինք բայց ինչի ամենակ վերջի իշխանությունը մեղավորը միշտ իշխանությունը չի կարա մեղավոր չլինի միշտ բոլոր իշխանություններն են մեղավոր հələ հիշեք Ռոբերտ Քոչարյանի իշխանության հա բանը մոռացա Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասեց սկզբում ասում էր համառություն պետք է հիշում եմ Դաժե օրինակ էր բերում թե օրինակ անգլիան սահմանադրություն չունի բան իբր թե էլի yani Իսրայելը չունի բան մեզ ինչի է պետք ապրիլ ամիսներ ապրիլին այս խոսքերը ասել ես եմ հիշում հասկանում եք թե չէ մեկ էլ հանգարց մայիսին հանգարց բերեց սահմանադրություն դրեց բանով ոնց էր Հայաստանի Հանրապետություն թերթում ուրեմն դա բանարվեց հրատարակվեց հունիսին դրին քննարկության Բայց սահմանադրությունն անցավ այդ սահմանադրությունը ես ժամանակին բանարեցի վերլուծեցի Դա ըստեյության այսօրվա սահմանադրություններ, այսինքն դա ավազակային սահմանադրություններ։ Ճիշտ է, մի քիչ այսօրվա սահմանադրություններից ավելի համեստ է, շատ, բայց հիմքը էլի նորից ավազակային թալան էր ու հենց այդ սահմանադրությամբ էլ այդ ավազակապետությունը ուրեմն բանարեց հիմնադրվեց։ Այն ավազակապետությունը, ինչը ուրեմն հետագայում ըստ էության Լևոն Պետրոսյանը խոստովանեց Մարիո Թյուրանոցում ջահելներին, որ ասեց, մի ջահել հարցեց, ասեց բանը, ախր մեզ ասում են ավազակապետությունը դուք եք բանարը հիմնադրել, բա մենք ինչ պատասխանենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, ինչ պարտադիր է որ բոլոր հարցերին պատասխանենք։ Սա խոստովանությունն է, որ ինքը գիտեր թե ինչ են հիմնադրել։ Իր օրոք էր, իր իշխանության օրոք էր, որ Հայաստանը բաժանվեց առանձին ազդեցության գոտիների հետ գոտիները տվեցին առանձին օլիգարխներին։ Դուք մոռացել եք, ես հիշում եմ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք սահմանադրությունը կարկատեցին, ինչ կարկատեցին, ուրեմն բան արեցին, մցրեցին պետության գերակա շահի օրենք, պատկերացնում դա բանի ավազակային ամենամեծ օրենքներից մեկն է, մեծ ճանապարհի ուրեմն ավազակների օրենքն է։ Եթե պետությունը ուզում է, այսինքն պետերը եթե ուզում են, Իմիջիայլոց պետությունը, որը մենք ասում ենք մարդկություն, ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք մարդկանց խումբը, չէ՞, բոլոր մարդկանց խումբը։ Որ ասում ենք բուսականություն, ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք երկրի կամ ամբողջ երկրագնդի ողջ բուսականություն։ Այդ նույն ձևով պետությունը պետերի խումբն է։ Պետությունը ուրիշ բան չի, այս երևույթներս։ Դուք պետություն ասելով հասկանում եք հայրենիքը բացի տենց չի, իրանք պետերը, այսինքն հենց ինքը պետությունը, շատ էլ լավ գիտի, որ ինքը միայն պետությունն է, միայն։ Դուք հասկանում եք։ Դրա համար էլ ինքը 30,000-ից ոստիկանական զենք ապահովում, որ դուք հանգարց, այն օրը որ դուք հանգարց հասկանաք, որ պետությունը հենց պետերն են, որ պետությունը հայրենիքը չի, պետությունը երկիրը չի, պետությունը ժողովուրդը չի, եւ հանգարց փորձեք ելնեք իրանց ստիպեք, որ ասեք, որ եղբայր պետությունը չես դու ով ես ախր, դու պետություն ես, հասկանում ես թե չէ, պետ զորքը պահել են, որ ձեզ այդ օրը տան ձեր գլխին, այդ օրը ձեզ զսպեն, այդ օրը ձեզ ճորտացնեն, հիշեցնեն, որ դուք ճորտ եք, որ իրանք պետերն են, որ իրանց թույլատրել է ամեն ինչ։ Իսկ ինչ վերաբերում ասենք հաջորդ этаպին, բանը Սերժ Սարգսյանը համադրություն, որ կարկատեց լավ էլ կարկատեց, այն ձևի կարկատեց, որ այսօր արդեն մենք չենք կարող, ոչ մի տեղ չունենք բռնելու, որ ասենք ախր այսօրվա իշխանությունը, որ ախր ես չես անում, հայ եղբայր։ Մենք մոռացկոտ ենք։ Իմիջիայլոց բոլշևիկները Երբ որ ուրեմն 17 թվականին Ռուսաստանում իշխանությունը վերեցին, շատ լավ էին հասկանում, թե պետությունը ինչ է։ Իրանք հասկանում են, որ իրանք խլել են պետերի ֆունկցիաները, որ պետությունը իրանք են։ Ու իրանք երբեք էլ չէին սպասում, որ ասենք այդքան երկար իշխանությունը բան կան։ Դրա համար էլ հենց առաջին օրերին գիտեք ինչ արին։ Լենինը, Ձերժինսկին, Սվերդլովը, բոլորը այնտեղ հենց եկան։ Հասկանում եք, արտասահմանում հաշիվներ բացարին, այդ հաշիվներով Ռուսաստանից թալանած ոսկիներով լցրին, ընդհուպ մինչև 100,000 ոսկի բան եւ այդ կարգի։ Ներողություն 1000 չէ, միլիոններ։ 90 միլիոն ոսկի կարծեմ Ձերժինսկու հաշվիներ չէ, վերջերս ուրեմն հրապարակեցին այդ բաները։ Բոլորը, որովհետեւ իրանք չէին սպասում, այդքան երկար ուրեմն իրանք բան կանան, իրանք մտածում են, որ հեսա ուրորակ բան կանան, իրանք կքշեն։ Սրանք էլ են մոտավորապես սկզբում մանավանդ առաջին մեր իշխանությունները շատ էին վախում, որ ժողովուրդը կջղանա հեսա կելնի իրանք կքշի, բայց հետո կամաց տեսան, որ ժողովուրդը ամեն ինչն էլ համբերում է, տեսան, որ ժողովրդի մտածողությունը իրոք էլ ճորտամիտ է։ Մենք չենք հասկանում,
որ պիտի պայքարենք ոչ թե առանձին բաների պաշտոնյաների դեմ, իհարկե պիտի պայքարենք պարզ առանձինների դեմ։ Եթե քաղաքապետը էսվի ուրեմն բաները անում, պիտի պայքարես, բայց պիտի անես։ Պիտի հելնես, ասես, եղբայր, ինչ չես անում, ախր դու խոսք ես տվել, ախր դու պարտավորություն ունես։ Բայց գլխավորը մենք պիտի հասկանանք, որ պիտի պայքարենք սիստեմի հետ, պիտի պայքարենք պետերի խմբի հետ։ Ու պետերը դա լավ գիտեն։ Նիկոլ օրինակ ինչ անում, հայտարարում ասում, դուք եք ընտրել ինձ։ Ուրեմն ես ձեր ասածն եմ անում։ Վերջ։ Վատնի որ ասում դու վարչապետ ես, դու վարչապետ ես, դա ինչի համար է։ Դա ձեզ ֆորասնելու համար է։ Այսօր էլ այն համարյա նույն բանն անում։ Հասկանում եք թե՞ դրա համար է ինքը դպրոցներում լոզունգներ գրում, որ պետությունը հայրենիքն է։ Որ դուք հանգարց չլինի մի օր գիտացեք, մի օր զարթնեք, մի օր հասկանաք, որ պետությունը պետերն են ուրիշ բան չեն, համենայն դեպս իրանք դա հիանալի գիտեն։ Ինչ ալոց, հələ պատկերացեք, օրինակ պետերը մի վարկանում հրաշքով անհետանան։ Դուք ումից եք պահանջելու, որ ասենք ձեր թոշակները կամ աշխատավարձները շատացնեն, բյուջետային աշխատողներն եմ ասում, հա? Չկա, ոչ մի պաշտոնյա չկա։ Ուր է ձեր պետությունը։ Դուք ոնց չեք հասկանում, որ պետությունը պետերի խումբն է, ոնց որ բուսականությունն է բույսերի խումբը։ Հասկանում եք, թե ոնց որ մարդկությունն է մարդկանց խումբը։ Պետությունն է ձեր թշնամին։ Հիմա դուք կասեք, դու ասում ես, որ քարոզում ես, որ պետություն չունի։ Չէ, ես դες քարոզ չեմ անում։ Ես ուղղակի ասում եմ, որ չէ դուք ասեմ, թե ինչ եմ ասում։ Ես ասում եմ, որ այդ պետությունը, որին որ դուք ընտրում եք, մի հատ հասկանալով ընտրեք, մի հատ դրա իրավունքները հասկանաք ինչքան են, ինչքան չեն։ Ես օրինակ, երբ որ ասում եմ, որ կառավարության ու քաղաքապետարանների իրավունքները պետք է քչացնես, սխալ բան եմ ասում, հա? Ինչի պետք է քաղաքապետը ինչ ուզենա անի, ոչ մեկը չէ տա հետևից։ Ինչի պետք է վարչապետը ինչ ուզենա անի, ոչ մեկը չէ տա հետևից։ Ինչի պետք է ասենք բանի սահմանային կտորներ, հողերի կտորները տա ուրիշին, ախր ինքը ով է։ Դաժե եթե կառավարության նիստանի այդ իրավունքը չպետք է ունենա։ Այդ բաների, բա որ ասում եք այդ ամբողջ բանը Հայաստանի տարածքը ժողովրդինն է։ Բայց այդ ժողովրդի սեփականությունը ո՞նց ալու։ Որ դու իդի չտաս օրինակ իրավունք ունես չտաս ուրիշին։ Ինչի պետք է մի հոգին, մի մարդը կամ ասենք մի կառավարությունը մարդկանց ինչ որ մի հատ խումբը 20 հոգի է, 30 հոգի է, 10 հոգի է, չգիտեմ։ Ինչի պետք է նա որոշում հանի, ասի, էսը քեզ։ Էսը տալիս եմ ուրիշին։ Խի դու ով ես որ տենց որոշում հանես։ Այմեն ես ուզում եմ որ մենք այս բաները հասկանանք։ Այս բաները որ հասկանանք, դրանից հետո մտածենք, ասենք ո՞նց անենք, որ այս անդերպետություն կոչվածի պետերի այս խմբի իրավունքները սահմանափակենք։ Հասկանում ես, թե չթույլ չտա։ Օրինակ, вообще կարելի է ինչ անել։ Եթե դու ազգային բան ժողով ունես, ինչ օրենսդիր օրգան է, օրենքներ ստեղծող օրգան է, կառավարությանը պետք է զրկես օրենքի նույնիսկ նախագիծ առաջարկելու իրավունքից։ Որտեղ կառավարության առաջարկած նախագիծը պարզավոր ժողովրդին քերթելու, հարկերը շատացնելու, դուգանքները շատացնելու, ես չգիտեմ, հարկերի զանազան տեսակները, մաքսերը շատացնելու օրենք պետք է լինի։ Խանգարելու օրենք պետք է լինի, դա չպետք է թողնի, որ ժողովուրդը ստեղծի, աշխատի, ստեղծի, փող ստեղծի, որ այդ փողով կարողանանք զենք արտադրենք, բանանենք, չարտադրենք, զենք առնենք, արտադրելու համար մենք այդքան ուժ չունենք։ Մեծ պետություն չենք։ Զենք առնենք, մեր բանակը զինենք, զինվորներին կարգին պահենք, զինվորներին կարգին մարզենք։ Պետերը լափում են մեր տված հարկի մեծագույն մասը ու չեն թողնում, որ հզոր բանակ ունենան։ Մեր գլխավոր թշնամին պետերն են։ Պետերի խումբն է, վարչախումբն է։ Վարչախումբը ասի պետությունն է։ Պետությունը ուրիշ բան չի։ Ես որ այս բաները ասում եմ, ես չեմ ասում բռնեք ես ինչ բան անենք, հենց այս րոպեին ընդհանրենք ասենք քաղաքապետարանը վերացնենք։ Ես ասում եմ, որ դուք մտածեք։ Ես այդքան խելոք չեմ, որ ամեն ինչ իմանամ։ Բայց ախր 3 միլիոն ժողովուրդ ենք, մեր 3 միլիոնի մեջ չլինի, ասենք որ նեմի 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի, որ այս բաները հասկանա ու ինչ որ բան առաջարկի։ Բայց այդ հենց սկզբից մենք որոշել ենք, որ մեր պետությունը պետք է հզոր լինի, բան, որպեսզի մենք հզոր լինենք, չի լինի եղբայր, կամ պետությունն է հզոր լինում, կամ ժողովուրդը։ Երրորդ ճամփեն չկա։ Մենք որ հզոր պետություն ենք ուզում, ըստ էության հզոր մեզ թալանող հզոր խումբ ենք ուզում, հզոր բանդա ենք ուզում։ Մենք պետք է այդ բանդային, ուրեմն բանդայի իրավունքների չափը իմանանք։ Պատկերացնում եք, մենք բրիգադ բանանենք, վարձենք, որ մեր տունը ռեմոնտ անի։ Դուք հասկանում եք, թե չէ։ Մենք որ պետություն ենք,
Պետությունը մենք վարձում ենք, պետերին մենք վարձում ենք ըստ էության, վարձում ենք մի քիչ տարօրինակ ձևով, ընտրելով, բայց վերջին հաշվով վարձում ենք։ Ու դրանց աշխատավարձ ռոճիկ տվողը պետք է մենք լինենք։ Մենք ենք տալի իհարկե վերջին հաշվով, մենք մեր հարկերի, բաների միջոցով, բայց մենք ոչ մի կոնտրոլ չունենք, ուրեմն դրանց վրա։ Մենք նման ենք այս կտոր ուզում կարդամ։ Մենք նման ենք այն տանտիրոջը, ով բրիգադա վարձում ուրեմն այսինքն ընտրում է, էլի, այդ վարձելու, ասեմ, ձևը մի քիչ տարօրինակ է, ընտրելով է վարձում է, որ իր տունը նորոգի, բայց հենց իր ձեռով պայմանաբանում, դնում, այսինքն քվեարկելով սահմանադրությունը ընդունում, սահմանադրությունը հենց այդ պայմանն է, թե այդ բրիգադին ինքը ոնց վերաբերվի։ Ուրեմն պայմանը բանանում քվեարկում, այդ բրիգադի հետ պարտավորելով, որ ինքը, այսինքն տանտերը, ոչ մի իրավունք չունենա, այս բրիգադից իրավունք չունենա, որ այս բրիգադից որևէ հաշվետվություն պահանջի, իրավունք չունենա, որ այդ բրիգադի գործը հսկի, կամ եթե այդ բրիգադը իր պարտավորությունները չի կատարում, ոնց որ ասենք այսօր ասենք քաղաքապետարանը չի կատարում, տրանսպորտը գինը հեսա թանկացնելու ահա որ ձև։ Հա, էլ չասած որ ինքը իր փողը կերտելով թանկացել է, նորից եմ կրկնում հացը, միսը, կարտոշկան, բոլոր այն բաները ինչով որ մենք սովից չենք ներնում։ Թանկացել ահա որ ձև, եթե դուք հիշում եք հացը միսը 1200 դրամ ես հիշում եմ։ Թե այսօր ինչքան է 4000-ի յաններն արդեն է, հասկանում եք, թանկացել ամեն ինչը ձեթն է, կարտոշկան է, պոմիդորն է, բանն այլ։ Այդ սաղարել է պետությունը, այդ սաղարել են պետերը, արել են իր փողի իրանց էմիսիայով, արել են վիթխարի միլիարդներով պարտ կանելով, ուրեմն ներքին ու արտաքին պարտ կանելով, իրանց այդ կենտրոնական բանկի եւ առևտրական բանկերի միջոցով բաներ վարկեր տրամադրելով, այն ուրեմն բիզնեսներին, որոնք չեն կարող մրցության դիմանալ, այսինքն դրանք խանգարում են որ մրցությունը լավացնի մեր կյանքը, դուք հասկանում եք դե։ Մեր կյանքը անընդհատ ավատանում։ Բայց մենք պայման ենք կնքում այդ բրիգադի հետ, որ մենք իրավունք չունենանք, որ սրան գործից ազատենք, գործից ազատելուց հետո պատժենք, բան, դատի տանք։ Չունենք, մենք այսօր չունենք, ուզում ենք ասենք մեր ժողովրդի մեծամասնությունը ուզում են որ այս կառավարությունը բանանի ազատի, բայց ոնց ազատվի։ Միակ եղանակը իբր թե բանն է, ընտրություններն են, որ 26 թվին պետք է լինեն, բայց այդ ընտրությունն էլ կառավարությունը այնքան ռեսուրս ունի, այդտեղ էլ մենք ոչ մի բան չունենք, որ կարա նորից վերարտադրվի, նորից ինքը ընտրվի։ Մեր պետությունը, մեր պետերը հաշվետու չեն ըստ էության ոչ մեկի առաջ, բացի իրանց վերադասին։ Սովորական մարդը ասում է, ես մի բան արտադրեմ, աշխատեմ, քրտինք, թափեմ, որ իմ վիճակս լավանա, որ իմ նեղություններից ազատեմ։ Պետը ասում է, հանգարց իմ վերադասին, հանգարց իր աշկին մի հատ սխալ բան չանեմ, ես մենակ իր ասածները պետք է կատարեմ, վերադասը ինչ ասի կատարեմ, որտեվ ցանկացած պաշտոնյայի կարիերայի միջոցը միայն վերադասին անծպտուն լսելի ենթարկվելն է։ Էսա սովորական մարդու եւ պետի տարբերությունը։ Սովորական մարդը, որ շարքային մարդը, տնտեսական մարդը, ինչից խոսել ենք, էլի մենք, ուրեմն մենակ մի դարդ ունի, ոնց անի բարոյականության օրենքներին հետևի։ Պետը ուրիշ դարդ ունի, ինքը մտածում ոնց անի հանգարց իր վերադասի աշկից չընկնի, իր վերադասին ճորտի նման ենթարկվի, որ առաջ է դա։ Այս է տարբերությունը։ Այդ տեսակ մարդկանցից է պետությունը, այսինքն պետերի խումբը կազմված լինում, հասկանում եք թե չի։ Այդ տեսակ մարդիկ քիչ են, բայց դրանք են մեր ցինամիները, հասկանում եք թե չի։ Դրանց մենք պետք է դարձնենք հսկելի ու պատժելի, որ դրանք չդառնան մեր ցինամիները, որ դրանք մեզ ենթարկեն, գոնե ինչքան որ հնարավոր է, որ դրանք չդառնան չարիք, կամ էլ եթե չարիք են, ըլեն նվազագույն չարիքը։ Հին հույները գիտեք ինչ էին անում։ Հին հույները օրինակ մի հատ վարչապետ ունեին, այդ վարչապետն էլ 9 հատ օգնական նախարար այսօրվա բանով տերմիններով, չէ՞, բայց դրանք ոչ մի կառավարություն չունեին նախարարություն։ Այդ դրանք էին աշխատում։ Պրիչամ սկզբնական շրջանում երևի 2-3 դար, ուրեմն օրինակ Աթենքում պետը, հին Հունաստանի պետը փող չէր ստանում, ռոճիկ չէր ստանում, պարգևավճար չուներ։ Հասկանում եք թե չէ։ Որտեվ հույները մտածում են ասում են, որ մենք իրանց դրել ենք օրինակ արքոնտ կամ պրիտան, այսինքն նախարար, այդ իրանց հերիք է, այդ իրանց պատիվ է, պատվի համար են աշխատում, փողի համար չեն աշխատում։ Հետագայում էր որ ինչ որ բան մտցրեցին ուրեմն ռոճիկների համակարգը, աշխատավարձերի համակարգը։
մենք այս նույն բրիգադին, հələ այդքան հերիք չի, այս նույն բրիգադին մենք իրավունք ենք տալի, որ սա սկզբնական պայմանով հաստատած իր ստանալիք վարձի չափը, այսինքն հարկա, մաքսա, այնտեղ բան եւ այլն, այնտեղ զանազան ակցիզներ են, ավելացած արձակի հարկա, չգիտեմ, տուգանքներ են, ստորագրավճարներ են, բաներ են, մարկեք են, բան, ինչ ասես ոչ են մոգոն է, որ դրանք ինքը ուզածը պահին շատ ասնի, ինչքան ուզենա, հարկա շատ ասնում է ու չի հարցնում է մեզ, տվողը մենք վարձել ենք իրան, որ մեր տանը ռեմոնտ տանի, ինքը իր ռեմոնտի փողը վարձը, որ սկզբնունք պայմանով, ասում է շատ ասնում եմ, չտաս, կբեռնեմ կտանեմ, բանտ կնստեցնեմ, հələ փորձվի չտաս, եթե պետության արածը որևէ մասնավոր անի, այդ մասնավորին կասենք ամենամեծ ավազակն է, ամենամեծ չարագործն է, բայց պետությունն անում է, մենք դա համարում ենք նորմալ, հələ ասեք, բա մենք իմաստ ունենք, հա որևէ մեկը եթե ասենք մասնավորի նկատմամբ սա մասնավորը անի ու համբերի, բայց չեն ասի խելագարա, խելառա, ապուշա, հա? Բա մենք իմաստուն ժողովուրդ ենք։ Ես որ իմաստուն չեմ անում, եթե ես ինձ իմաստուն չեմ համարի։ Մենք ենք իրավունք տալի այս բրիգադին, որ մեր տունը թալանի առանց մեր համաձայնությունը ստանալու։ Մենք ենք իրավունք տալի այս բրիգադին, որ մեր տան անդամներին տանի այլ երկրներ ու պատերազմներում սպանի ինչքան ուզենա 5000 հոգի, մի 10000 հոգի էլ բանանի, վիրավոր դարձնի, հաշմանդամ դարձնի։ Մենք ենք իրավունք տալի այս նույն բրիգադին, որ մեր անունով, բայց առանց մեզ հարցնելու վիթխարի պարտքերն խի պետք է իրավունք ունենա, ես չգիտեմ, միլիարդներով պարտքանի, առանց հանրաքվեի, առանց մեր ասելու։ Չբացատրի մեզ թե պարտքը ինչի համար է։ Պարտքը արե, եթե պարտքան էր, ասենք, պարտքը վերջին կառավարությունը մի 6 միլիարդ պարտք արեց։ Սկզբում 6 միլիարդների մի արդեն 12-13 միլիարդ։ Եթե ասեր ախպեր պարտք եմ անում բանակը հզորացնեն, որ ասա Ադրբեջան հարձակվել է մեր վրա, մենք կասենք հա արա։ Բայց այդ պարտքը պետք է ստուգելու իրավունք ունենանք, որ տենանք բանակը հզորացել է թե չէ։ Թե չի է պարտք արի։ Համաձայն եք դուք որ պարտք արեց։ Հա։ Չեմ կարծում որ դες խելառալի որ համաձայնի որ պարտք այդ պարտքաներ այդ նպատակով լափելու նպատակով մենք ենք իրավունք տալի այդ նույն բրիգադին որ սա մեր ստանը իր բրիգադային գաղտնիքները ունենա հենց մեզնից ու չասի թե մեր տանը ինչ անում ինչ թաքուն խարդախություններով ազբաղված դուք հասկանում եք պետական գաղտնիք ասում բրիգադային գաղտնիքը Հրախիախերն չի պետք դու գաղտնիք ունես, մենք քեզ վարձել ենք, որ դու գաղտնիք ունենաս մեզանից, հա? Բա որ դու գաղտնիք պետք է ունենաս մեզանից, մենք ինչը պետք է քեզից գաղտնիք ունենանք, հա? Այդ մենք չի պետք է դեկլարացիա գրենք, թե քանի կոպեկ ենք վաստակի, որ դու հանգարց, ասենք մի կոպեկը չանցնի քո կողքով, որ դա հանգարց չթողես առանց հարկի, հա? Ես ուզում ես համել փողը թվայնացնես, որ հանգարց вообще իրավունք չունենանք որևէ մի կոպեկ քեզանից բան անելու, առանձին ծախսելու, վաստակելու ու ծախսելու։ Ինչի ենք այս բաները անում, որտեղ մենք քոր հավատում ենք, որ այս բրիգադ վարչախումբը իր այս ավազակա բրիգադային բոլոր գաղտնիքները մեզնից թաքցնում է միայն հանուն մերից բարօրության, հասկանում եք։ Դա ու մենք կույր համաձայնում ենք, որ այս բրիգադ վարչախումբը չասի, թե մեր տված փողը վերջին ասով ոնց ու ինչի համար է ծախսում։ Իբր թե ասում է, ինքը տպում է բյուջե, բան, օրենք, էս եմ անել, բայց ինձ որևէ մեկ հավատում է, որ ինքը այդ բաներն անում է։ Հա? Ու մենք իրավունք ենք տալի այս բրիգադին, որ ինքը զինաթափի մեզ, մեր տանը եկել է ռեմոնտ անում է, մենք ենք ընտրել, վարձել ենք։ Բայց ինքը պետք է զինվա, մենք ուզենք հանգարց չունենանք, որ ինքը երբ ուզենա մեզ ծեծի, ջարդի, փշրի, տանի, կոտորի, գերիքցի, հետո չգա մեր հետևից, այդ գերիների հետևից, բան եւ այլն։ Այս վարչախումբ, այս բրիգադը զինաթափում է, դաժե սահմանամերձ գյուղերի բնակիչներին ինքը չի պաշտպանում իրանց, բայց իրանց զինաթափում է, որ մնան լրիվ անզեն, որ ադրբեջանցիները ինչ ուզենան, այդ էլ անեն իրանց հետ։ Ադրբեջանցիները տենալով որ մեր պետերը վախկոտ են, պրոֆեսիոնալ չեն, ուստերության դավաճան են։ Բա էլ ինչ ասես։ Էլ ինչ անուն տաս։ Քիչ խլում են դրանք, այդ տենում են, մեր հողերը խլում են։ Մենք էլ անզեն, կամազուր, ասես նստել ու նայում ենք։ Դարը, մեր հոգում իհարկե լաց են խլում, բար չի։
այդքան հերիք չի, բայց մենք անընդհատ մտածում ենք սպասի, դավայ այդ ընտրությունները անենք արդար, հաջորդ խումբը սուրբ կլի, հաջորդ խումբը կնենք կարանք, վերջ գտնենք, փրկիչ կգտնենք։ Դուք հասկանում եք թե չէ։ Մենք փրկիչ ենք մանգալի, որ գա մեզ պահի։ Մենք չենք մտածում, որ ախր մենք ինքներս պետք է մեզ պահենք։ Ինչ անենք, որ մեզ պահենք։ Կա այդ անելու ձևերը կա։ Այդ ամբողջ անելու ձևերը այդ ավստրիական տնտեսագիտությունն ավստրիական այդ ամբողջ կոչված 100 տարից ավել հայտնի է, բայց մենք չենք սովորում։ Մեր համալսարաններում դա չեն անցնում։ Մեր համալսարաններում անցնում են մենակ այն տնտեսագիտությունը, ինչը պետք է որ մեր պետերին է պետք, որ այդ պետերը հաջող թալանեն մեզ։ Ու մեզ էլ ֆրասնեն, թե դա շատ կարևոր գիտություն է։ Դուք հասկանում, բայց այդ գիտությունը մենակ մի նպատակ ունի, մեր պետերի հանցագործությունները արդարացնի, թաքցնի, բան ինչ որ անի մեծ գիտությունա, որ նայում ես, մեզ շատ բան պետք չի, մեզ պետք է թողեն մենք աշխատենք։ Հասկանում եք թե չէ։ Շուկան կառավարելը անհնար է, շուկան այնքան բարդ սիստեմ է, ոնց որ ասենք օրինակ լեզուն, որ շուկայի կառավարությունը անպայման շուկայի արտադրությունը կրճատում է։ Մեզ պետք է թողեն մենք արտադրենք, բայց իրանք չեն թողում։ Մեր այս արտարոց կույր հավատը, որ կարանք արդար բրիգադ վարչախումբ գտնենք, մեզ չի թողնում այս բաները որ տեսնենք։ Մեզ մի բան է պետք։ Մեր պետությունը, մեր պետերի այս խումբը պետք է մենք կարողանանք ձև գտնենք, սրան իրավազուր կանենք, օրինակ չթողնենք որևէ օրենքի նույնիսկ նախագիծ առաջարկի, հասկանում եք թե չէ։ Օրենքները պետք է տան, պետք է հաստատեն։ Տոշկի ազգային ժողովն էլ երևի չպետք է հաստատի։ Մենակ դատարանները հերիք կլնեին երևի, բայց երևի այդքանը շատ լինի։ Օրինակ ասենք անգլոսաքսոնական երկրներում դատարանի վճիռը դառնում է օրենք։ Մեր վերջերս էլ մեր մոտ էլ այդ պրակտիկան կա, հասկանում եք թե չէ, մեր բաները դատարանների վճիռները դառնում են նախադեպ, այսինքն դառնում են օրենք, հասկանում եք թե չէ։ Այսինքն դատարանների միմիայն դատարանների համակարգը, եթե դա նորմալ համակարգ լիներ, եթե դատարանները իրոք անկախ լինեին, այսինքն եթե դրանք լինեին օրինակ ցմահ այն իմաստով որ քանի դատավորը հանցագործություն չի կատարել ինքը դատավոր է ու դրանք լինեին դրանց ժողովուրդը ընտրեր հանրաքվեներով ընտրեր տեղական հանրաքվեներով հասկանում եք թե չէ դատարանին դատավորին ընտրելու եւ գործից ազատելու իրավունքներ էր դատարանը կամ դատավորը որը հանցագործություն է կատարել հանրաքվերանին անմիջապես ցրեն է դատարանը օրինակ ասենք որևէ ասենք մի մարզում երկու դատարան կա մարզի ժողովուրդը հանրաքվե անում դատարանին բանանում չկա ազգային ժողով չեք տեսնում որ ազգային ժողովը մեր բանի ցավերի հիմնական մեղավորներից մեկն է մեր այս կամայականության այս քաոսի հիմնական մեղավորներից մեկն է մեր եթե այս մեր իշխանավորները չարիք են մենք պետք է հասկանանք որ այդ չարիքը պետք է դարձնենք նվազագույնը հասկանում եք թե չէ նվազագույնը դարձնենք թե իրանց քանակով կրճատենք ասենք ոնց որ խավերի մելեին ասենք մեր իբրթե բանը Փաշինյանը կրճատեց բայց ինքը 17 նախարարություն չկրճատեց խցկեց իրար մեջ հասկանում նախարարությունների թիվը կրճատեց էությունը չկրճատեց բովանդակությունը չկրճատեց քանակը չկրճատեց մենք պետք է կրճատենք թե քանակը թե դրանց լիազորությունները թե դրանց իրավունքները հասկանում եւ դրանց պետք է դարձնենք ամենակարևորը հսկելի ու պատժելի քանի հələ սա չենք արել մենք միշտ կմնանք ճորտ այսօրվա համար երևի այսքանը ուրեմն հերիք լինի բարեկամներ ես այս առաջիկա հաղորդումներից մեկում ավելի մանրամասն կասեմ թե ոնց է հնարավոր որ ընդամենը դատական ռեֆորմներով երկիրը դարձնենք իրավական ստեսություն բարեկամներ